այս տեսարանը որոշները որակեցին հուդաների խրախճանք, որոշները նզովյալների, ինչ որ նենգադավների հավաք, դավաճանություն եւ այլն։ Ինչ էր այդ տեսարանը ձեզ համար եւ դուք ինչ որակում կտաք այս ամենին։ Դե նախ անդրադառնանք այս պատկերին, հա։ Հետո արդեն կմտնենք ավելի խորքային բաների մեջ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ այս քաղաքական կարիերայի ընթացքում զբաղված է եղել կճոյանին, սրբազանին պախարակելով, որպես անբարոյականության, պղծության մի մարմնավորում։ Այո։ Եվ հիմա պղծության դեմ, եկեղեցու պղծության դեմ պայքարում ինքը հենվում է այն մարդու վրա, որը եղել է իր հենց մատուցածով երկար տարիներ, կարծեմ վերջերս էլ է անդրադարձել։ Այո, կարող ենք մեջ բերել ազգային ժողովի իր Այնքան լավ կլինի, որ մեջ բերեք։ Բառացի մեջ բերեմ, չնայած անգիրել եմ հիշում, այնքան ենք ասել կրկնել այս ընթացքում ազգային ժողովի ամբիոնից, ասես չհասկացա, ուրեմն հոգևորականը Bentley ունենա, 3 հատ սիրած ունենա, 4 հատ կնիկ ունենա, ոսկեղեն ունենա ու բանանեն, հետո ինձ ասեք ներջ, դուք ձեզ հայելու մեջ ընդհանրապես նայել եք, այս տիպի sense բորբոքով, ոսնք այդ Bentley-նով ուներ։ Չէ, սա, այսինքն բառացիորեն ինչքան է, մի երկու շաբաթ առաջ է եղել դա։ Այո, բյուջեի քննարկման ժամանակ։ Հետո կանչում է հենց այն նույն մարդուն, որին մեղադրել է այս ամեն ինչում, որպեսզի կարողանա այդ մարդու միջոցով գրոհ կատարի վեհապարի վրա եւ հայ առաքելական եկեղեցու վրա։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞, երբ որ դու պղծության դեմ կռվի մեջ բան ես անում, հենվում ես պիղծերի վրա, դա ինչ է նշանակում։ Այսինքն այս ամբողջը բան է, ֆարս, կեղծ բան է, ֆարս է եւ իսկապես, բայց հիմա պարզվում է, որ ինքը ուրիշ տարբերակ չուներ էլ, որովհետեւ հիմա պարզվում է, որ հենց այն ամենախոցելի, այն ամենաանբարոյական, ամենաօրինազանց եւ կարգազանց մարդկանց վրա պետք է հենվի, որովհետեւ դա ուղիղ այն մարդիկ են, ում վրա ինքը կարող է գործածի այդ իր ամբողջ պետական ապարատի լծակները, քնչական մարմինների լծակները, որը իր ամենասիրելի զբաղմունքն է վերջերս, որ կարողանա այդ գրոհը կազմակերպի վեհապարի դեմ։